Բարի օր, սիրելի հետևորդներ, սկսում եմ տեսահոլովակս այսպիսի գեղեցիկ եղունգներից, շատ գեղեցիկ համադրություն են կարել, արդյունքներով այսպիսի դիզայն եւ սեռի գույների մեջ, գրեք տեսնեմ հավանում եք այսպիսի մանիկյուրներ, թե ոչ, դիզայնով, ինձ թվում է շատ գեղեցիկ է ստացվել։ Եվ երկրորդը նույնպես վիդեո չեմ նկարել, սա է։ Այստեղ արել եմ ֆրենչ նակլեյկաներ։ Եկա տուն հաճախորդներիս սպասարկեցի, դեռ ոչ մի բան չեմ նկարել պատվիրները, մի փոքր այնտեղ տիպսաներս կլեյեցի, հիմա էլ տանն եմ սրանցով զբաղված, դեռ 300 հատ եմ կպցրել, դեռ 200 հատ էլ ունեմ կպցնելու, բայց պետքա պատվիրեմ եւս մի այդքան, որպեսզի ամբողջովին գույներս նորից կսեմ, թարմացնեմ եւ բոլոր տիպսաները միանման լինեն։ Դեռ 300 հատն եմ արել, ուղղակի էլ այնքան եմ հոգնել, մի կակբուտը ես միշքան գործ եմ արել, այդպիսի հոգնեցնող գործ այդքանը հան այս բաներից, այս սրանցից այդքանը առանձին կլեյի էստեղ, մի հատ էս երկարը, մի հատ էլ էս փոքրը։ Այսքանը արդեն արել եմ, այստեղ 300 հատ է, ու այսքան թուղթ։ Մնացել է այսքան, այս տպերից, մի հատ էլ պետքա պատվիրեմ, ու 5 հատ էլ երևի տիպսը։ Սրանք արդեն կամաց սկսելու եմ կսել, որպեսզի հաշվեմ գել լաքերս, որպեսզի գել լաքերը հաշվեմ եւ տեսնեմ, որ արդեն ժամկետից դուրս է եկել, հանեմ դուրս, բնականաբար տեղը որ նորը գնեմ, մի խոսքով այսպես մի փոքր ռևիզիա պետք է անեմ գել լաքերի մեջ եւ նոր կամոդ ենք հավաքել, այդ կամոդի մեջ նույնպես պետք է տեղավորենք, որովհետեւ հին կամոդի մեջ այդտեղ չկա եւ ծանրությունից այդ կամոդի տակերը սկսել են պոկվել, դրա համար նոր կամոդ պատվիրեցի եւ գույներն են շատացել, այդտեղ չկար դնելու եւ էլ չեմ ուզում ծանրացնեմ, նորի մեջ միանգամից կշարենք եւ կտեսնեք այդ նորի մեջ նույնպես 4 դարականի է հիմա կամոդա կա կաբինետումս եմ եւս մի հատ այդ դրանից նույնիսկ 4 դարականի պատվիրել եմ, ինձ թվում է դեռ չեմ որոշել մի դարակում ինչա լինելու են, 3 դարակը արդեն պարզ է ինչի համար եմ թողելու, 2 հատը գել լաքերի համար, մի հատ ամբողջ դարակը թողնելու եմ մաքուր ինստրումենտների համար, գործիքների համար, որ իրենք փակ դարակում չորանան, այլ ոչ թե այդ էտաժերքի վրա, միևնույնն է, էտաժեր, որպեսզի խուսափեմ այդ եւ դրա համար մի տարակը ամբողջովին թողելու եմ մաքուր գործիքների համար, որպեսզի չորանան, բնականաբար երեկոյան եմ գործից հետո եմ իրենց ախտահանում, լվանում եւ թողնում եմ չորանալու, կթողնեմ փակ դարակի մեջ, առավոտյան բնականաբար դնում եմ սուխաժարի մեջ։ Դա մի դարակը, երկրորդ դարակը, երկրորդ երրորդը կլինեն գել լաքերի համար, երրորդ դարակը չգիտեմ, միգուցե երրորդ դարակը ամբողջովին կթողնեմ երևի գելերի համար, իսկ հիմա որտեղ որ գելերն ու դիզայներն այսպես խառն են, այնտեղ կթողնեմ ամբողջովին դիզայների համար։ Ու այդպես ամբողջ 8 դարակն էլ կլինի զբաղված։ Այնտեղ ուղղակի վրան 2 դարականի կամոդ ունեմ, դա չգիտեմ ինչ պետք է անեմ, միգուցե տանեմ սուրճի զոնայի մոտ պետք լինի այնտեղ, տեսնեմ դա։ Արդեն կարևորը որ այդ 2 կամոդներն իրար վրա կլինի եւ ես կարողանամ ամբողջովին տեղավորել գել լաքերը, բայց ինձ նաեւ հարկավոր է այդ ոնց են ասում, չգիտեմ, ուգլ կա ստրայցելնի պլաստմասի, դրանից եմ ես կպցնում մեջը, եթե տեսած լինեք գել լաքերս, երբ որ դարակը բացելուց եմ լինում, այսպես իրենց կպցնում եմ եւ գել լաքերը դարակը քաշելուց, այս կոմեն չեն անում եւ չեն ընկնում։ Ինձ նաեւ դրանից է պետք, բայց դրա համար պետքա շինարարության խանութ գնանք կամ էլ լեռուա, եթե այնտեղ չլինի, ապա շինարարության խանութ պետքա լինեմ, որովհետեւ դա շատ կարեւոր է
ընդհանրապես չի խառնվում գել-լաքերը, իրենք ոնց կան, այդպես մնում են։ Բնականաբար, եթե ինչ-որ բան չլինի իրենց պահող, իրենց դարակը բացելուց, գալու են առաջ, գնալու են հետ, դրա համար չեմ ուզում այդպիսի խառնաշփոթ, սիրում եմ, որ ամեն ինչը իր տեղում է լինում ու կոկիկ։ Չեմ սիրում խառը բաները ինձ հունից անում են, պետք է ամեն ինչը լինի իրենց տեղերում և ճիշտ։ Միգուցե դա շատ լավ, մի կողմից շատ լավ բնավորություն է, մյուս կողմից շատ վատ բնավորություն է մնացած մարդկանց համար, բնականաբար բոլորս նույնը չենք, և ինձ հունից անում է, երբ որ ինչ-որ մի բանը վերցնում են և տեղը չեն դնում, միգուցե դա իրենց համար այդքան էլ կարևոր չի, որ պետք է դա իր տեղը լինի, բայց ինձ համար շատ կարևոր է և դա ինձ ահավոր հունից անում է, դրա համար և այսպես լավ բան է ուղղակի գիպեր կանտրոլ եմ, ահավոր ձևի կանտրոլ եմ, ամեն ինչում, մենակ ոչ իրերի հարցում, ամեն ինչում պետքա իմ կանտրոլը լինի, դա ես հասկանում եմ, որ շատ վատ է, և ինձ համար, և շրջապատի մարդկանց համար, բայց դա չեմ կարողանում ես իմ վրա ազդել և այդ կանտրոլը հանել, հասկանում եմ, որ սխալ է։ Գրեք տեսնեմ ովքեր են այդպես գիպերկանտրոլ բոլորի հանդեպ, անկախ ես նույնիսկ գիպերկանտրոլ եմ իմ հաճախորդների համար, որովհետև ես չեմ սիրում, ես բնավորությամբ մարդ եմ, որ եթե ինձ ասեցին կոնկրետ այս ժամին պետք է այդտեղ լինես, եթե պետք է այդ ժամին ուղիղ այդտեղ լինեմ, ոչ շուտ, ոչ ուշ, չեմ սիրում շուտ նույնպես, որովհետև շուտ ամեն մարդ ունի իր գործը։ Եվ կարող է շուտ գնամ և խանգարեմ, ինձ ասել են ժամի 2-ին ես այնտեղ եմ։ Եվ առաջ իմ հաճախորդները այսպես դժգոհում էին դրանից, որովհետև ես չեմ սիրում 1-2 անգամ կրկնել, 1-2 անգամ կկրկնեմ, երրորդ անգամ իրանք ընդհանրապես չեն գա իմ մոտ։ Եվ դրա համար ասում եմ, որ ես իմ հաճախորդների հանդեպ եմ այդպես գիպերկանտրոլ, իրենք գիտեն, որ ես 5 րոպե, 3 րոպե նույնիսկ ուշանում եմ, ես գրում եմ, որ ես իրանց սպասում եմ, բնականաբար, երբ որ ես սպասում եմ իրենց, գիտեմ, օրինակ, իմ մոտ հաճախորդ է գալու ժամը 1-ին ու ինքը 5 րոպե ուշանում է, ես այդ 5 րոպեն չեմ կարող տրամադրել ինձ և պետք է նստած ուղղակի այսպես սպասեմ, չեմ կարող սուրճ խմել, չեմ կարող դուրս գամ, ոչ մի բան չեմ անելու, որովհետև գիտեմ հեսա ուր որ այա մտնելու է, դա, բայց եթե օրինակ հաճախորդը ինձ զգուշացնում է, որ ինքը 10 րոպե ուշանում է, ես այդ 10 րոպեի ընթացքում կարող է սուրճ խմեմ, հանգիստ նստեմ, ոչ թե այսպես լարված, հեսա մտնելու է, դրա համար ես ամեն ինչում այդպես գիպերկանտրոլ եմ, պետք է ամեն ինչը տեղի լինի։ Եվ հիմա իմ հաճախորդները ճիշտ է, իրանք արդեն երկար տարիներ են իմ մոտ գալիս, 1-2 հաճախորդ ունեմ, որ նոր են վերցնում, իհարկե, եթե հներից գնում են, մարդկա ծնդաբերում է, մեկ մարդկա տեղափոխվում է, բնականաբար իրաց տեղը վերցնում եմ նոր հաճախորդ ու այդ նոր հաճախորդները մինչև այսպես ընտելանում են ու վայ նրանց, եթե իրանք ուշացող հաճախորդ եղան, 1-2 իրանք էլ չեն գա, որովհետև ես մտածում եմ, որ այդ հարգալի չի դիմացին մարդկանց հանդեպ, որովհետև ոնց որ դու այսպես կոպիտ ասած թքած ունենաս մարդու վրա, եթե պայմանավորվել ես, ուրեմն վերջ, պետք է այդ ժամին գնաս։ Փառք Աստծո, իմ հաճախորդները բոլորն էլ շատ ադեկվատ, լավ մարդիկ են, պես դե լինում են և հակառակ կողմ են այնպես։ Դե ինչ, երևի գլուխները ցավացրեցի։ Հիմա անջատեմ կամերաս, այդ 200 հատն էլ կպցնեմ և գնամ նորից կաբինետ, իջնեմ ներքև, քանի որ տունը գործ չունեմ անելու, գնեմ գոնե մի փոքր մասը, նոր գույների մի փոքր մասը կսեմ, պատրաստեմ, քանի որ հաճախորդները գալիս են, իրենց ես իմ WhatsApp-ի ստատուսում, երբ որ նոր գույներ եմ առնում, գցում եմ, որ գցել էի շատ գույներ եմ առել, բնականաբար ամեն մեկը մտնում է ուրա թազա գույները, ուրա նոր գույները, բնականաբար ես իրաց չեմ գցել ու չեմ կարող ցույց տալ, այդքան բանկաները չեմ կարող հերթով բացել ցույց տալ, չնայած որ այսօր երկրորդ հաճախորդին նոր գելից սարեցի, բացեցի, ցույց տվեցի և միանգամից համաձայնվեց, որ նոր գույնը անենք, բայց դե
այդքան չեմ կարող բացել գույները ցույց տալ։ Գելերը 3 հատն էին, դեռ չի եկել 4-րդը։ Գելը կարող եմ բացել, քիչ է բնականաբար, բայց այդքան սրվակները գելագելի չեմ կարող բացել ցույց տալ։ Ես էլ արդեն չեմ հիշում, որը որ գույնն է, եւ դրա համար այսօր պետք է գցեմ, վերջացնեմ, քանի որ վաղը աշխատում եմ եւ համարյա առավոտից երեկո զապիս ունեմ։ Դրանք այսօր գնամ մի փոքր գցեմ, արանքից անեմ։ Եվ բնականաբար այսքանը չեմ կարող գցել, ինչքան որ կգցեմ, ինչ էլ որ չէ, կամած այդպես հաճախորդների արանքում։ Դե ես արագ եմ աշխատում, հիմնականում ժամուկես եմ թողնում մեկ հաճախորդի համար եւ վերջացնում եմ բնականաբար 50 րոպեում ժամ, միգուցե ժամ 10 րոպե մաքսիմում, իսկ այն մնացած ժամանակը բնականաբար նստում հանգստանում եմ, բայց այս անգամ չեմ հանգստանա եւ կամած գցեմ, որպեսզի շուտ վերջացնեմ, թե չէ այս ամբողջ այսպես կձգվի ամիսներ, եթե թողեմ իմ քսել չքսելուն։ Դե ինչ, կհանդիպենք, երբ որ լինեմ կաբինետում եւ ցույց կտամ ինչեր եմ պատվիրել, նոր նյութերը, միգուցե եթե չմոռանամ, հիմա շտատիվը հետս կվերցնեմ դուրս գալուց եւ այնտեղ իրար հետ կգցենք այդ ամբողջ նյութերը եւ դուք էլ կտեսնեք ինչպիսի տեսք ունեն, ինչ նյութեր են, մի խոսքով այսպես ամբողջովին ինչ գցել եմ ցույց կտամ։ Բարի առավոտ սիրելի բաժանորդներ, շտապում եմ աշխատանքի, ճիշտ այսօր այդքան շատ հաճախորդներ չունեմ, 3 հաճախորդ ունեմ, բայց կաբինետումս խաոս է տիրում, նոր ապրանքները չեմ տեղավորել, ավելի ճիշտ թողել եմ, որ նկարեմ ձեզ ցույց տամ, ինչ եմ պատվիրել, ինչ եմ գնել եւ այդ ամբողջը մնացել է հիմա, արագ իջնում եմ տեղավորեմ եւ որպեսզի սպասեմ հաճախորդից։ Բացի նոր ապրանքները տեղավորելուց նաև տեսակ, որ պետքա տիպսաները գցեմ այդ ամբողջը։ Մի խոսքով այսօր այսպես ցանկանում եմ, որպեսզի վերջացնեմ այդ ամբողջը ու արդեն հանգիստ աշխատեմ։ Այնտեղ էլ նոր կամոդ ունեմ, տղաս հավաքելա, պետք է տեղավորեմ իրենց տեղերում, մի խոսքով այսպես խառաոր։ Տեսեք դրսում ինչ ահավոր եղանակ է, մեր մոտ մայիս ամիսն է, որ ձուն է եկել այսպիսի, ոնց որ փետրվար ամիսը լինի, ճիշտ այդքան էլ ցուրտ չի, բայց դե զզվելի այսպես ձուն, ցեղ, ջուր, այս ամբողջը խառնվել է իրար, հույս ունենանք այսքան օրը դզվի եղանակը եւ ամբողջով կչորանա, կտականա, որովհետեւ արդեն չես ուզում ես մռայլ եղանակը։ Հիմա գնում եմ աշխատանքի եւ կպիսվեմ այնտեղ ինչ եմ անելու։ Եվ առաջին նաբորն եմ բացում, արդեն աշխատանքի վայրում, չգիտեմ ինչքանով հարմար կլինի այսպես նկարելը։ Առաջինը այս Էկո ֆիրման է, Էկո ֆիրմայի բազաները։ Այս անգամ ուղարկել եմ, ճիշտ է, պատվիրել եմ 10 միլին, ուղարկել եմ 12 միլին։ Դե ինչ համարյա վերջացնում եմ նոր լաքերս, արդեն ժամը 5-ն է, այդպես հաճախորդների արանքում այսպես քսի վերջացրի սրանք, հիմա ցույց տամ նոր նորությունները, սրանք լրիվ տոպեր են այս 4-ն էլ,
սև կետիկներով է, ոսկի գույն, արծաթագույն և այսպես ռոզովի։ Հետո այստեղ բազաներ են, շատ գեղեցիկ բազաներ են, շատ հավես գույներ են։ Սրանք Էլբազայի, ոյ չեմ փակել, Էլբազայի Ռաբեր բազանը։ Հետո այստեղ Էլբազայի գույներից է, շատ գեղեցիկ գույներ եմ վերցրել։ Շատ վառ, սոճնի գույներ են իրենք։ Հասրանք մի րոպե չխառնեմ իրար։ Սա էլ է բազա Ռաբեր։ Սրանք գելերն են, 3 հատ գել էի պատվիրել, 4 հատ էի պատվիրել, 4-ը դες չի հասել։ Սա 3 գելերն է, կապույտ է, բաց, այդպես համայրը մալոչնի գույն է, կապույտ է, սա լավանդա և այսպիսի նատուրալնի գույն, որը պահանջարկը շատ մեծ է։ Եվս Էլբազայի գույներ, էլի շատ վառ, սոճնի այսպես գույներ են։ Այսպիսի, սա կամերան ցույց է տալիս կարմիր, բայց ինքը այսպես վառ ռոզովի գույնը, նիոնովի ռոզովի է։ Անցանք բազաներին, այստեղ արդեն բազաներն են Էգոյի, այսպիսի պալիտրա, 6 հատերս պալիտրան, 6 գույներ, շատ գեղեցիկ գույներ են և ինքը շատ լավ բազաներ է, ընդհանրապես շատ լավ մնում է։ Այստեղ նույնպես այսպիսի, այստեղ 5 բազա էր, մի հատը մալոչնի սպիտակ էր, ես մալոչնի սպիտակ ունեմ անցած էլի Էգոյից, տվեցի Մարինային առաջինը, մալոչնին։ Սա այստեղի մալոչնին այդ խառնել ենք իրար։ Եթե ինչ-որ մեկիդ հետաքրքիր է, գրեք արտիկուլները կթողնեմ։ Սա նույնպես գեղեցիկ բազաներ են, հատկապես սա, ինձ թվում է ֆրենչի հետ շատ գեղեցիկ կլինի, պետք է փորձել։ Սա էլ հաջորդ նույնպես բազաներ են, պատվիրել էի ճիշտ ասած 10 միլին, ուղղակի ուղարկել են 12 միլին, էլ ավելի լավ, քանի որ գույները շատ խադավոյ են և իրանք շատ շուտ վերջանում են։ Այսպիսի կոլեկցիա։ Սա սերի գույն է, սերիի բազա է։ Ինձ թվում է բոլոր այս գույնը արդեն 21-ը, արդեն այսօր 2 անգամ քսել եմ։ Նոր էի քսել, երկրորդ հաճախորդս ցանկացավ, հետո երրորդը նույնպես այս գույնը արեցինք։ Հետ այսպես։ Այստեղ սրանք են նոր գելերը։ Եվ հաջորդը, 4-ը դեռ չի եկել։ Վերջապես այս երկրորդ կամոդն էլ տեղադրեցինք, ճիշտ ինքը մի փոքր գույներով տարբերվում է, բայց նույն տեղից եմ պատվիրել, ինչը որ սա։ Հիմա այսպիսի տեսք ունի։ Հիմա այստեղ գել լաքերս եմ, որը արդեն սրոկները հասնում է շատ քիչ է կամ արդեն հասել է, իրանց առանձնացնում են, որպեսզի գցեմ աղբը, ու այստեղ հերթով դասավորում եմ, այստեղ նմանատիպ վերևի հատվածը թողելու եմ այսպես ռասխոտնի մատերիալ, մեկ էլ մաքուր գործիքների համար, բայց դա այդքան էլ հարմար չի, հիմա ուրիշ բան կմտածեմ։ Երեք ֆիքս պրայս գնացի և գնեցի այսպիսի բոլորը միանման մի գույնի, որպեսզի ամբողջովին այսպես փոխեմ և ամբողջը իրենց ամանների մեջ լինի, բայց այս նույնպես պետք է փոխվի։ Այստեղ գելերն են, բայց նույնպես այդ հռեյկաներից կդնեմ, որ իրենք այսպես ամբողջովին հավասար շարվեն։
Այստեղից արդեն գել լաքերն են լինելու, որը տեղափոխել եմ, որը պետքա տեղափոխեմ, այս սրանցից է հարկավոր, պետքա շինանյութի խանութից գնեմ, իրենք այսպես ընդհանրապես չեն շարժվում։ Նույնպես գել լաքերն են դեռ իրենց ուպակովկաների մեջ են, որովհետև այդ ռեյկաներից չունեմ։ Իմ ամբողջ այդպես ռեյկաներով է շատ հարմար է ու ամբողջովին մնում է, այստեղ կամած այդպես նոր ծիպսաներս եմ կամած կսում, դեռ այսքանն եմ կսել, միայն բազաներն եմ գույնավոր, կամուֆլյաժնի բազաներն եմ դեռ կսել, կեսը իհարկե, այսքանը մնում է կսելու, իսկ այնքան գույները պետքա նորից կսեմ։ Խոսքով այսպես խառը իրավիճակների մեջ եմ։ Հիմա թեյ եմ դրել խմեմ, մինչև հաջորդ հաճախորդս նոր հաճախորդիս սպասարկեցի առաջին։ Հիմա երկրորդը կգա այստեղի համար կոնֆետներ եմ 3 վերցրել, որովհետև մնացել էին մենակ այս կոնֆետները, ասեմ շատ համեղ կոնֆետներ են։ Անդադ նայում էի, չէի վերցնում, իրենք այդպես ժելեյնի կոնֆետներ են։ Այս անգամ վերցրել եմ այսպիսի կոնֆետ, այսպիսի և այս փոքրիկ պուճուրիկներին, շատ համեղ են սրանք նույնպես։ Հիմա այս ամբողջը տեղավորեմ և սպասեմ հաճախորդիս։